Ոչինչ չի փոխվել ի դեպ մինչև օրս, բոլոր երիտասարդներին էլի դու ես կարդում հիմնականում։ Գիտես, ոչ։ Երիտասարդներին հիմա չեմ կարդում։ Էլ չէ, բայց ես բազմիցս հանդիպում եմ։ Ոչ բոլոր երիտասարդներին, որովհետև մենք ունենք երիտասարդ լավ շնորհքով երեխաներ։ Սա այստեղ գովում էի, քեզ ուզում եի ասել, որ դու դեռ երիտասարդներին կարդում ես։ Դեռ երիտասարդ, այո, որովհետև տիրապետում ես քո ձայնին, լավ, ձայնդ գուցեև հա, լիրիկը կալորատուրնա է սոպրանո։ Հա, կարող է երգել։ Մոնսերատ Կաբալիեն էլ է, մինչև հիմա այդ արյաները երգում, չէ, այդ ձայնի, այդ ձայնային որակի։ Բայց հարցը դա չի։ Տարիների ընթացքում դու կարողանում ես արդեն ձայնային ռեգիստրների տիրապետել եւ կարողանալ վերարտադրել մնացած բոլոր կերպարները եւս։ Բայց սկզբում ինչ խոսք, միայն այդպես էր։ Միայն երիտասարդ կերպարներն եմ ես կարդացել։ Պարզապես միայն երիտասարդներին կարդալով վել խնդիր կա։ Չէ որ դրանք, այո, ձայնային նույն դիապազոնի մեջ են, բայց տարբեր կերպարներ են, բնավորություններն են տարբեր։ Ու արդեն մեծ բարդություն է։ Պիտի շնորհքով դերասան լինես, որպեսզի կարողանաս դա վերարտադրել։